Ուղիղ աղուքաղցկեղը մարսողական համակարգի ստորին հատվածների ամենահաճախ հանդիպող քաղցկեղներից է։ Տարածվածությունը տղամարդկանց և կանանց մոտ գրեթե հավասարաչափ է։ Տարեկան գրանցվում է մոտ 1 միլիոն նոր դեպք։ Ուղիղ աղուքաղցկեղը կարող է ընթանալ բոլորովին ասիմպտոմ և որոշակի ոչ սպეციფիկ գանգատների առկայությամբ։ Ներկայացնեմ դրանցից ամենատարածվածները։ Կղազատման խանգարումները փորկապության և փորլուծության տեսքով, ցավը կղազատման ժամանակ, հաճախակի կղազատման ցանկությունը և աղիների ոչ լրիվ դատարկվելու զգացողությունը։ Ուղիղ աղուքաղցկեղի MRT-ն այն եզակի ախտորոշիչ մեթոդներից է, որը թույլ է տալիս հայտնաբերել հիվանդությունը վաղ փուլերում և հսկել բուժման դինամիկան նախ և հետվիրահատական շրջանում, ճառագայթային բուժումից և քիմիոթերապիայից հետո։ Ուղիղ աղու MRT-ն իրականացվում է հատուկ ծրագրով և կոնտրաստ նյութի կիրառմամբ ըստ անհրաժեշտության։ Հետազոտությունից առաջ անպայման պետք է պահպանել հատուկ սահմանված դիետա աղիները դատարկելու համար։ MRT-ն թույլ է տալիս գնահատել ոչ միայն պրոցեսի տարածվածությունը ուղիղ աղու պատի շերտերում, այլ նաև հարակից հյուսվածքների և օրգանների ախտահարումը։ Եվ վերջում հիշեցնեմ, որ MRT-ն անցավ ոչ ինվազիվ և ոչ ճառագայթային մեթոդ է, որը թույլ է տալիս հստակ ախտորոշում ապահովել և արդյունավետ բուժման պլան մշակել։